2022 թվականին 8, 2023-ին 4, 2024-ին 7, իսկ նախորդ տարի ընդամենը 1 մայրական մահ է արձանագրվել Հայաստանում։ Վերարտադրողական առողջության ոլորտում սա երկրի առաջընթացը բնութագրող հիմնական ցուցանիշն է, որը բացի տարեկանից չափվում է նաև եռամյա կտրվածքով։ Երկու դեպքում էլ 2025-ին գրանցվել է դրական տեղաշարժ։ Պետք է ասեմ, որ 2012 թվականից սկսված չի դիտվել միտում մայրական մահացության ցուցանիշի իջեցման, այլ հակառակը այդ ցուցանիշը բարձրացել է։ 2025 թվականը բացառիկ էր այդ առումով, մենք արձանագրել ենք մայրական մահացության ընդամենը 1 դեպք եւ եռամյա ցուցանիշն էլ հետեւաբար բացառիկ էր։ Թիվը 1 ես չեմ հիշում։ Դա բավականին լուրջ հաջողություն է, դա իշնորհիվ ճիշտ եւ լավ աշխատանքի կազմակերպման, իշնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի բարձրացման, իշնորհիվ նաև մեր համակարգի բուժ հաստատությունների վերազնման։ Բժշկի խոսքով ցուցանիշի փոփոխությունը պայմանավորված է բարեփոխումներով։ Առաջինը բուժկենտրոններում խստացվել է հղիության հսկողությունը։ Մանկաբարձագինեկոլոգիական անհետաձգելի ծառայությունների արձագանքը դարձել է ավելի արագ, ինչին նպաստել է նաև սանավիացիայի ուղղաթիռների գործարկումը։ Բազմապրոֆիլ հիվանդանոցներում ռեանիմացիոն աշխատանքն են կարգավորել եւ այդ կապը դեպք, ահազանգ եւ տեղափոխում շատ կանոնակարգված սկսել է աշխատելը։ Շատ դեպքերում, երբ որ հղի կամ ծնկանի տեղափոխում անհնարին է լինում, մեր արագ արձագանքման խումբներ տեղ հասնում բուժօգնության համար։ Տարիներ առաջ մայրական մահերը վրա էին հասնում առնահոսությունների, հետծննդյան սեպսիսների, տոքսիկոզների, հղիության արհեստական ընդհատումների պատճառով։ Նման դեպքեր այժմ գրեթե չեն հանդիպում։ Առողջապահության նախարարությունը վերլուծել է մայրական մահացության պատճառները, մշակել ուղեցույցներ բժիշկների համար։ Ինչպես նաև պարբերաբար կազմակերպել ենք վերապատրաստումը թե Հայաստանում, թե արտերկրում։ Եվ 25 թվականին ունեցել ենք բազմաթիվ կրիտիկական դեպքեր, որոնք որ իշնորհիվ մեր բուժանձնակազմի եւ նաեւ մոր եւ մանկան պահպանման առողջության վարչությանը ունեցել են դրական ավարտ։ Մասնագետների խոսքով հղիության պատշաճ հսկողությունը կնվազեցնի ծննդաբերական եւ հետծննդաբերական հնարավոր բարդությունները։ Արամ Մարանդյան, Ժիրայր Հաբետյան լուրեր։